17 տարեկանում նա Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարեց Չայկովսկու դաշնամուրի թիվ 1 կոնցերտը, սկիզբ դնելով միջազգային մեծ կարիերայի։ 2009 թվականին Time ամսագիրը նրան ընդգրկեց աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում։ 2013 թվականին ՄԱԿ-ը նրան նշանակեց խաղաղության դեսպան կրթության ոլորտին ուղղված իր միջազգային գործունեության համար։ Նա իր կատարումներով զարդարել է 2008 և 2026 թվականների օլիմպիական խաղերը։ Նա ոգեշնչել է միլիոնավոր երեխաների դաշնամուր նվագել և սիրել դասական երաժշտարվեստը։ Լանգ Լանգ, մեր ժամանակների ամենաազդեցիկ դասական երաժիշտը Հայաստանում։ Բաց մի թողեք այս եզակի հնարավորությունը նրա կատարմամբ վայելելու Ռախմանինովի դաշնամուրի 2-րդ կոնցերտը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի գալլա համերգի շրջանակում։